Տեղի ունենում կրիմինալ դեպքերը ընդհանրապես։ Այո, դա կրկին ինձ հուզող հաց է, պարոն Ղուշյան, կախված է Սև լուսնի դիրքով 2025 թվականի մարտի 20-ի մոտակայքում Սև լուսինը մուտք գործեց Կարիճի կենդանակերպ, հենց այն ժամանակ ասում ենք, որ այո, կարող են այդպիսի դեպքեր լինել, կշատանան ֆինանսական մեքենայություններ կատարող մարդիկ, Կարիճը դա նաև սպանություններն են, դա վրեժն է, պարոն Ղուշյան, դա արյան հոտն է, Սև լուսնի դիրքերով, ովքեր գտնվում են ցածր վիբրացիաների տակ, նրանք պետք է ուշադիր լինեն, իսկ հոգեբանության լեզվով նրանք, ովքեր կոնֆլիկտային վարք ունեն, նրանք եթե չեն կարողանում զսպել իրենց էմոցիաները, պսիխոպատները, սոցիոպատները, նրանց համար հարմար, այսպես ժամանակահատված է չակերտներով, ասեմ, որպեսզի իրենց չարագործություններ, ոճրագործություններ կատարեն, դրանք Սև լուսնի դիրքերով են, թե անկախ դրանից ով ինչ արեց, ինչպես արեց, իմացեք, որ ուղղակի ձեր փոխարեն դա լուսինն է անում, բայց դա արդարանալու միտում չունի, ասել գնան ինչ-որ ոճրագործություն անեն, ասեն Սև լուսնի մարդիկ ուղղակի պետք է զգոն լինեն, զուսպ լինեն, որպեսզի կարողանան այդ չար ուժերի, այդ չար էմոցիաների դեմ հանդիման գնալ։ Նաև շատացել են Սև լուսինը Կարիճում, սև մոգությամբ զբաղվող տարբեր հարթակներ եմ տեսնում, բայց իմացեք, որ այն շատ վտանգավոր է, մի քիչ շեղվում եմ թեմայից, բայց միևնույն է, այդպես է, այդ նույն սև մոգությամբ զբաղվողը նա կարմիկ բեռ է կրում իր վրա, նա թող իմանա, որ հաջորդ կյանքերում պատժվելու է դրանց համար, եթե այս կյանքում ինչ չի պատժվել, բայց ես գիտեմ, որ դրանք պատժված, աննորմալ և անկայուն հոգեկան ունեցող չարալեզու մարդիկ են, որոնք ուղղակի կյանքում չեն տեսել ուրախություն, չունեն այն մարդկային ուրախության աղբյուրները և իրենք չարացել են, բայց թող իմացեք, նրանք ովքեր այս պահին գտնվում են բարդ հոգեվիճակում, ովքեր ընտանիք չունեն, կորցրել են, ովքեր խաղամոլության ճիրաններում են, դուք իմացեք, որ այդ ամենը նույն նախորդ կյանքում է կարել ըստ արևելյան փիլիսոփայության և այս կյանքում դուք դրա պտուղներն եք քաղում, ուստի ինչ պետք է անեք, պետք է հեռու մնաք, զերծ մնաք բոլոր տեսակի մոլուցքներից, կախվածությունները դրանք կարող են լինել դեղորայքից, կարող են լինել ալկոհոլից, կարող են լինել այդ բոլոր տեսակի, նրանք նարկոմաններն են, խոսակցական լեզվով ասած, խաղամոլները,